կլինի, տենց էլ կանեմ։ Այգև լավ։ Կասեր գարիկ ջան, այդ անտարի խոտը, որ մեր բալդի աղբենյակին ներացրել էր, կայնել է դեմս ծողը աշկերին բան չի կարեմ ասի։ Այդ է կաղնին ջղայնանım, հա? Սկսում է սրան կաղնել, ինչ ասես չի կաղնում։ Մեկի այդ պահին զեպյուրն է գալի, ասում է, որ գետակն է քչքչալ են գալի։ Այդ որ ասում է, ես կաղնին, բալդին ու մնացած սա ғայդին ծավերը, ես թպերին թողում են ու արմատախի լեղած պախնում են ըտուց։ Դե հասկանում ես, ով կուզի գետի բերան ընգնի։ Բայց ես խոտը, իրա թուպ աղբենյակների հետ ընգնում է գետի բերանը։ Ես գետն է վարարած ալնում, տանում է սրանց դեմատալի քարերին ու քչքչում է վրեքը։ Այնքան է քչքչում, որ սրանց ձենները բացվում է ու սոխակի նման սկսում են երգել ես կաղնու ու բաղդու վրով։ Շատ մանրամասն երգելուց հետո ես գետը իրա հուներից դուս է գալի ու ընգնում է կաղնու ու բաղդու հետևից։ Բայց ինչքան էլ հուներից դուս եկած ֆալսաժներ անում, մեկը չի կարում գտնի կաղնուն ու բաղդուն, որտև սրանք ուրիշ տեղ են արմատ գցած ելնում։ Ջոգիր, ես էլ քեզ բնություն, լավ էր։ Մեր աղցանը ինչ էլ է վլնում, հա? Կաղնուն աղցանն ինչին է պետք, մի 3 դուլ ջուր տամ հերիք չի։ Երեսուսիկ, վայ, ես ինչ լեզուն ես դու, այ, սմա ջուր, դու քար է կծակ ես այդ լեզվով։ Ասա Մելո ջան։ Հա, ասա Մելո ջան։ Ներգուսով իր այդ բոգվի ճաշարան ու սկսեք կարտոշկա մաքրել, հասկացաք։ Արագ կկրբեք։ Բայց որ տեսան թեմա է։ Սամոյի վրա էլ խոսակցություն կգա։ Դրա համար սեցի ուշադիր կեղնիկ, որ անգար ծեզի մարդ չտեսնի։ Բայց տենց չի լինի։ Ոնց լինի Մարգարյանը կգնա կստուգի, Բշտիկյանն էլ կգնա։ Ինչ կարաճարեք ես երտամ ես կլբեմ։ Ինչ գնայեք, ինգեք արայք։ Ախր չես պատկերացնում է ինչ վատ էի։ Մարդ ավելի լավ է գետին է մտնի, քան թե իրա պատճառով ուրիշը տուժի։ Կամերում ավելի շատ մտքով էի տանջվում, քան ֆիզիկապես։ Անընդհատ մտածում էի, մինասը հանգարց ինձանից չնեղանա, դուք հանգարց ինձ թարս աշկով չնայեք։ Բան չկա, մեն ինչն էլ անց է կաց է։ Մենք էլ քուխ հետ էտմալ բաներուց դասերակ քաղենք, ախպերես։ Հա, բայց ես չեմ ուզում ձեր դասերի օրինակ ալնեմ։ Ինչի մենակ մեր, ամել քու։ 2 րոպեից պտի զենքով շարվուկ եղին, կացիկ։ Նարյադից ով կա տեղ է։ Հա, պարոն Մարգարյան։ Հա, որն է։ Գոնե մոտ այցել ես։ Տեսնես քո ճաշանի պետը ինչ է ասում։ Պարոն Մարգարյան, շարքային։ Այս սպիտակ խալաթները, որ հագնում եք, մարդիկ վախենում են ձեզանից։ Դա լսիլը, այն Մելիք սեթի ինչ անում ընդեղ կարտոշկեք եք կլպում, հա։ Այն կոմի վրա չեմ գնացել։ Ինչի ինքն էլ է վախում սպիտակ խալաթավորներից։
Նա այնտեղ էլ ինչ գործ կա, ասենք մելոն անի։ Քանի ձեռները սանգել, տենց հեշտ բաց չթողնենք։ Ար, մատ լոլիկ կեր, որ չգնաս ինձ ծակես։ Մերսի։ Կեր ասում եմ։ Ազատ ես գնա։ Լսում եմ։ Գնամ տնամ Մելիքսը դա ասցնում, հա։ Հա, ելակ։ Գնանք մելո, չէ այդ։ Ստեր է։ Յանը եկել եք ինձ սպանսը եղավ։ Էй, աստադեք իմացե։ Հա, մելո ջան։ Դե է բեղը։ Բադ մեկ ծը խոսացեք։ Ես դուք ինչ եք անում ստեղ։ Եկել ենք Մելոյին բան ասենք։ Հա, որ։ Ես երկու դանակով ես կլպում կարտոշկեն։ Ճիշտ այդպես։ Ապրես։ Ես երևի տենց ես անում, որ արագ լնի, չէ։ Տենց էլ շարունակի։ Գնացեք ձեր վաշտ։ Չտեսնեմ ձեզ տեղ։ Լսում եմ։ Կես ժամից ընթրիքի կարտոշկեն պատրաստ է։ Այդ երկու դանակներդ էլ խոտուր, որ հասցնես։ Գրա։ Գարի։ Հարցակույն։ Քաջիկ դու էլ արի հետևից հարցակվի։ Եկեք։ Պարոն կապիտան, մի րոպե էլի, կլինի ես գամ ձեր կողմ, սենց արդար չի, մենք 3 հոգով ենք, դուք մենակ։ Ուզում ես ինձ պաշտպանես։ Ճիշտ այդպես։ Արի կանգնի։ Դե եկեք ստե։ Զգուշ կլինես չվնասես տղեկին։ Հարց չկա։ Եկեք։ Ձեռքերը վեր։
տենց հա ամբարձում։ Այո, բա զինվորը պետքա հնարամիտ լինի, չէ։ Դենց որ պարոն կապիտան, ձեռքերը վեր, մինչև վերջ ենք անում վարժությունը։ Զենքը դրեք գետին, ձեռքերը բարձրացրեք վերև։ Զենքը դիր գետին, ձեռքերը բարձրացրեք վերև։ Տղեկ, գնացեք արխային հանգստացեք։ Սերիալի գլխավոր հովանավորն է իդեալ համակարգ